Նրան տապանում հյուրընկալել եմ հիմնադիր ազատակարգ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանին։ Պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Կուսակցությունից անպայման կխոսենք նրա գործունեությունից, բայց մինչ այդ մեկ հրատապ հարց։ Ինչ կաներ կամ ինչ կարող էր անել Հայաստանի ղեկավար Հայկ Մանասյանը այս օրերին, երբ հարևան Իրանում պատերազմ է, գերագույն հոգևոր առաջնորդն էլ սպանված։ Նման օրերին չեն անում անելիքները նման օրերը սկսելուց առաջ են անում։ Այսպիսի մի խոսք կա, ասում են Նոյը երբ կառուցեց իր տապանը, եւ պատասխանում է, որ մինչև ջրհեղեղը։ Տապանը մինչև ջրհեղեղն են կառուցում, իսկ նման օրերին արդեն թիավարում են կամ, չգիտեմ, նավը վարում են։ Այսինքն նման դեպքեր, հատկապես մեր տարածաշրջանում եւ ավելի լուրջ դեպքեր, երբ հուսամ կխոսանք դրա մասին, միշտ էլ կարող են լինել ու միշտ էլ լինելու են։ Անկախ պետությունը, պետականությունը, սեփական պետությունը դա է։ Եթե դու ունես սեփական պետություն, դու միշտ պետք է զբաղվես այդ պետության դիմադրող ունակության բարձրացման, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում նա կարողանա հաղթահարել եւ դուրս գալ այդ իրավիճակներից պատվով, հաղթանակած կամ նվազագույն կորուստներով, կախված հանգամանքներից։ Այսինքն մինչ այդ կան ինչ որ պիտի անի։ Այսօր մենք կարող ենք ամբողջ օրը զրուցել թե ինչ անել նման դեպքերում։ Մեր դեպքում Հայաստանի իշխանությունները Զանգեզուրի միջանցք են տվել ըստ Ադրբեջանի պահանջի ամերիկացիներին եւ հիմա պերաշկի են կծում։ Հարցը այդ համատեքստում էր կարևոր, որտեղ քննադատությունը մեծամասամբ դա է, որ ինչ է կանում այս իրադարձությունների ֆոնին։ Ժողովուրդ ջան, ինչ պիտի անեն։ Մինչ այդ են արել, բայց ասեցի ինչ գնով են արել։ Ուղղակի սուբյեկտայնությունը դրել են մի կողմ։ Չեմ ասում թե դրանից առաջ սուբյեկտայնությունը առանձնակի փայլել ենք սուբյեկտայնությամբ, բայց սուբյեկտայնությունը դրել են մի կողմ եւ հույսը դրել են Աստծո եւ Ամերիկայի վրա։ Տվյալ դեպքում հույսը դրել են որ Թուրքիայի վրա, հույսները դրել են Ադրբեջանի բարյացկամության վրա։ Դե Իրանի հետ մենք բնականաբար հարևաններ եւ բավականին սերտ հարաբերություններ ունեցող երկրներ ենք, բարեկամական հարաբերություններ կարելի է ասել, որոշակի վերապահումով։ Այդպիսի երկրներ ենք օգնել բնականաբար չենք կարող Իրանին, խանգարել բնականաբար չենք ցանկանա, դա հակասում է մեր հարևանության սկզբունքին։ Մնում է նեյտրալիտետը չեզոք դիրքերում գտնվելը, բայց այդ չեզոք դիրքում գտնվելը կարելի է ավելի ողջամիտ լինի, քան այնքան գռեհիկ, որքանով մերոնք են ցույց տալի, հա։ Դա գռեհկություն է, էլի, նարդի եմ խաղում ես այս օրերին, չգիտեմ, պերաշկի եմ Լսեք Քարոզարշավելի հասկանալի ասում եմ այդ ամենը կարա շնորհքի մեջ լինի, որովհետև տեսեք դուք ուզում եք չէ որ ունենաք լավ հզոր դաշնակիցներ, ցանկացած երկիր ուզում է, բայց ում հետ են դաշնակցում, ինչպիսի պետության եւ ինչպիսի իշխանությունների հետ են դաշնակցում, դուք ինքներդ լինեիք այդ տեսակ մարդկանց հետ, բիզնես կանեիք, գործ կբռնեիք, եթե մանավանդ դուք հզոր եք, իհարկե ձեզ պետք են գործընկերներ, բայց այդ տեսակ մարդկանց հետ գործ կբռնեիք, գոնե այդ օրերին կարելի է, այսպես ասած, ֆասադը պահել։ Բայց դրանից խորը բովանդակային փոփոխություններ իհարկե տեղի չեն ունենա, բայց գոնե ֆասադը կարելի է պահել։ Գործ բռնել նկատի ունեք Իրանի մասով, թե աշխարհաքաղաքական կենտրոնների։ Հայաստանի հետ։ Տեսեք, մենք ուզում ենք, որ Ամերիկան մեր հետ գործընկեր լինի։ Դե Փենսը եկավ եւ աջակցեց, պարոն Մանասյան, Փաշինյանին։ Լսեք, նրանք ճանապարհ են վերցնում, բա կաջակցեն, բա ինչ կանեն, բայց նրանք քեզ որպես գործընկեր են նայում, որպես սուբյեկտ են նայում, թե որպես օբյեկտ։ Դու առևտրի կողմ ես, այսպես ասած, թե առևտրի դախլին դրած առարկա։ Այսինքն քեզ են առնում ծախում, թե դու ես առնում ծախում։ Նրանք կվերաբերվեն որպես սուբյեկտ, որպես առևտրի կողմ Հայաստանին։ Եթե Հայաստանը իրենից ներկայացնի որոշակի կարողություններ, կազմակերպվածություն։ Իսրայելը Հայաստանից պուճուր երկիր է իր չափերով։ Եվ ոչ պակաս վտանգավոր դրության մեջ։ Մենք ամեն անգամ Իսրայելին տարբեր հարցերով օրինակ ենք բերում կամ քննադատում ենք, երբեմն բարի կամ չար նախանձով։ Բայց վերջին հաշվով այդ մարդկանց
հաջողության գրավականը ո՞րն է։ Լավ, Ամերիկայից ունեն աջակցություն, Բրիտանիայից ունեցել են աջակցություն։ Հասկացանք։ Միայն սա է։ Քիչ երկրներ են Ամերիկայից ու Բրիտանիայից աջակցություն ունեցել։ Ամերիկան ու Բրիտանիան, ասենք, Իրաք են մտել, Աղվանստան են մտել։ Աղվանստանում ունեցել են ամերիկյան աջակցություն գործող իշխանությունները։ Իրաքում գործող իշխանությունները ունեցել են ամերիկյան աջակցություն։ Բայց ինչի ամերիկյան աջակցություն ունեցող շատ երկրներում ոչինչ չի ստացվում այդպես էլ, բայց արի տես Իսրայելում ստացվեց։ Կարող է Իսրայելի ներսից մի բան ուրիշ ձև է աշխատում։ Այսինքն կարող է բացի այն, թե դա ինչքան ապահով, այսպես ասած, զարդատուփի մեջ ես դրել, այդ ներսի ժամացույցը, պատկերացրեք զարդատուփի մեջ ամուր, ապահով, չհրկիզվող։ Դրա ժամացույց, բայց այդ ժամացույցը ճիշտ ժամը ցույց կտա, թե չէ դա կախված է դա ներքին մեխանիզմից։ Նա քանի ժամով կամ քանի տարով հետ կընկնի կյանքից, դա կախված է նրա ներսի աշխատող մեխանիզմից։ Միգուցե այստեղ ներքին մեխանիզմի հարց կա, ես կարծում եմ, որ կա։ Եվ միգուցե Հայաստանի համար մինչև արտաքին հովանավորներ գտնելը պետք է նախ որոշել ներքին մեխանիզմների հարցը։ Ինչու՞։ Որովհետև լաֆետը բոլորդ գիտեք։ Լաֆետն էլ, որ մի լավ այսպես քարշակի հետևից կախում ես, քարշակը տանում է այդ լաֆետը։ Հասկանում եք, այսինքն այսպես թե այնպես արտաքին հովանավորը կարա քեզ որոշակի աջակցի, բայց դու ընդհանրապես լաֆետ ես, թե ավտոմեքենա, ասենք ամենագնաց ջիպ։ Քո պետությունը որպես համակարգ աշխատում է որպես ամենագնաց ջիպ, որը ցեխի մեջ խրվելու պահերին ունի օժանդակող իրեն այդ ցեխից հանող գործընկեր, թե ինքը ամբողջությամբ մի հատ լաֆետ է իրանից ներկայացնում, որին միշտ պետքա մի տրակտորի հետևից կապած այս կողմ են կողմ տանես։ Սա է իմ կարծիքով մեր գլխավոր հարցը, բայց մեր շրջանում այս գաղափարը չի քննարկվում։ Այ ոնց ինչով է լաֆետ պետությունը տարբերվում, ասենք, ամենագնաց պետությունից։ Ինչով են տարբերվում նրանց գնացած ճանապարհները, ինչպիսի հարաբերություններ ունեն արտաքին եւ ներքին իրար նկատմամբ եւ արտաքին ուժերի նկատմամբ։ Այս ամեն ինչը մեր մոտ չի քննարկվում։ Մեր մոտ քննարկվում է պրիմիտիվ, պարզունակ, մարդու ինտելեկտը վիրավորելու աստիճան պարզունակ գաղափարներ։ Մեզ պետք է պարադիգմի փոփոխություն։ Մենք պետք է կենցաղային աշխատատեղ, թոշակ, անվտանգության ռազմական միավորներ, ՆԱՏՕ թե ՀԱՊ, այս տեսակ պարզունակ լուծումներից եւ գաղափարների քննարկումից անցնենք ավելի ֆունդամենտալ դեպի ներս ուղղված, դեպի պետության կառուցվածքը, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, արժե համակարգը, փոխադարձ վստահության արկայությունը կամ բացակայություն։ Մենք սրա շուրջ պետքա կառուցակարգեր հիմնենք, ոչ թե կոչ անենք, ուշադիր, որ եկեք բարոյական։ Դու պիտի այնպիսի համակարգեր աշխատացնես, որ անբարոյականն էլ դրա մեջ ուզի-չուզի իրան պահի բարոյական։ Ուզի-չուզի։ Ազատակարգ հիմնադիր ազատակարգ կուսակցությունը գալիս է եւ քննարկումները բերելու եւ կոնկրետ այս առումով գործողություններ իրականացնելու։ Խնդրում եմ անդրադառնական պայման կուսակցության այս ամենի ներքո եւ ներկայիս այս ներքաղաքական պայքարի տրամաբանության ներքո եւ պայմաններում ձեր կուսակցությունը այլ ուժեր իրենց հնարավորությունը ինչպես է գնահատում կամ առանձին կուսակցության մասնակցությունը որքանով է արդյունավետ այս պայմաններում։ Մենք ուզում ենք մեզ դրսևորել դասական իմաստով, խոսքիս ամենալիարժեք իմաստով, որպես քաղաքական միավոր, այսինքն գաղափարներ գեներացնող, ընտրություններին մասնակցող, իշխանություն ստանձնելու դեպքում այդ իշխանությունը թափանցիկ, հաշվետվողական եւ պատասխանատու կերպով իրականացնող։ Հիմա գանք ամենասկզբից։ Ինչու հիմնադիր, որովհետև կարծում ենք, որ այս բոլոր համակարգերը, որոնց բացի մասին խոսում էի, այս բոլոր համակարգերը հիմնադրել է պետք։ Մենք ունենք պետականություն, մենք ունենք շինարարություն, պետության, այսինքն պետականաշինություն, բայց այդ շինարարությունը կիսատ է, վատ է ընթանում, դանդաղ է ընթանում։ Ահա պետք է հիմնադրել բրիգադներ, ճարտարապետություն, որ այս ամեն ինչը այսպես պոստսովետական տրամաբանությունից անցնի ավելի ֆունդամենտալ, այս ամբողջ ճանապարհը հաղթանակով ավարտած ժողովուրդների
տրամաբանություն, նրանց փորձի տրամաբանություն։ Այս մեկ որ պետքա հիմնել, ինստիտուտները պետքա հիմնել։ Նայեք, մեր ժողովրդի շրջանում անդադար եկեք համախմբվենք, բան չէ, հա։ Իմպերիաները նույնիսկ նույն ազգությունը չեն, տարբեր ազգություններ համախմբել են իրար մեջ ու արդյունավետ ապրել են, գործել են, զարգացել են, նորանոր տարածքներ են գրավել։ Այ իմպերիաների, օրինակ, իմպերիայի օրինակը բերեմ, մեզանում նեգատիվ է ընդունվում դա, բայց խնդիրը եղել է կառուցակարգերը, կառուցվածքը։ Այսինքն կոպիտ ասած, դուք կարող եք 10 ավտոմեքենա բեռնատար ավազ լցնել իրար գլխու համախմբել այդ ավազը, դրա վրա ենթադրենք մի քանի տասնյակ տոննա ցեմենտ լցնել, պարկերով կամ այդպես, էլի համախմբում է շինանյութի, դրա վրա քարը ավելացնել, արմատուրան, ամբողջ շինանյութը կարող եք համախմբել։ Դրանից շինություն լինում է, դրանից շենք լինում է, չի լինում։ Ուրեմն պետքա բացի համախմբելը այդ ինչ կառուցվածքով, ինչ պրոպորցիաներով եւ ինչպիսի ճարտարապետությամբ, այսինքն պետք է համակարգել համախմբումը, կազմակերպել համախմբումը։ Դա առանձին գիտություն է։ Քաղաքագիտությունը այդ մասին է։ Սոցիոլոգիան այդ մասին է։ Ընդհանրապես պետություն եւ իրավունք, իրավագիտությունը հենց դրա մասին է։ Այս ամեն ինչը մեզանում չկա, չի քննարկվում։ Ժողովուրդ, միգուցե սերունդները այս ամեն ինչը հասկանան, շրջվեն հետ նայեն, տեսնեն մենք այսօր ինչով էինք զբաղված, ինչ էինք քննարկում։ Երևի նույնիսկ չեն էլ ծիծաղի, կարող է լացեն։ Ասեն էս ինչ էիք դուք այ մարդ, էս ինչ էիք անում։ Գիտեք, երբ որ ժողովուրդը երկիրը պատերազմի մեջ, ասենք 1918 թվական, հա, 110 տարի առաջ։ Երբ որ երկիրը պատերազմի մեջ է ու այս ամեն ինչով չեն զբաղված մարդիկ, էլի հասկանալի է։ Երբ որ Արցախյան պատերազմի 90-ականներ, անկախացման գործընթաց, էլի այս ամեն ինչի այդքան էլ ուշադրություն չէր դառնում։ Էլի դա այսպես ասած հարգելի պատճառ, հա, կարելի է բժշկի թուղթ ընդունել պատերազմը, ասել հա, հարգելի մտավորականություն կամ քաղաքական էլիտան էր։ Հա, ընդունում ենք ձեր բժշկի թուղթը, որ երկիրը պատերազմի մեջ է, դուք ժամանակ չունեիք, ինչպես հարկն է մտածեիք պետության իրավունքի, քաղաքագիտության եւ քաղաքականության մասին ընդհանրապես։ Բայց այենք էր այդ պատերազմը գոնե այնքանով որքանով ավարտվեց 94 թվականին մեր հաղթանակով եւ դուք 30 տարի ամյատ ոչ մի բան չարեցիք 30 տարի, լավ 25 տարի 30 տարի ոչինչ չարեցիք ինչ արեցիք ոչինչ քանի գիրք կարդացիք ոչ մի քանի անգամ մեդիայում հրապարակային այս հարցերը բարձրացվեցին դրվեցին ոչ մի անգամ բարերարներ, գիտես, այսինչը բարերարը, այնինչը բարերարը։ Այդ բարերարները քանի ինստիտուտ բացեցին։ Թեկուզ փոքր, քանի ուսումնական կենտրոն են այդ բարերարները ֆինանսավոր է, որ բացառիկ տաղանդավոր երեխեքը 30 տարվա ընթացքում նորածնից կարելի էր կադր ստանալ երկրի համար։ Այսօր նայում ես կադրերի սաղությունա քաղաքականության մեջ Էլի հին այդ կպցնելով այդ բոլոր ոլորտներում հա գրեթե բոլոր ոլորտներում բա բարերարը տենց հա լինում միլիոններ միլիարդավոր դոլարներ ունեցող մարդը այդ խելքին է լինում այ մարդ հիմա էլ աշներս է կողում բարերար Միացյալ Նահանգներ եւ ոչ միայն Միացյալ Նահանգներ ամեն համալսարան մի միլիարդերի անունով է մի ֆոնդը ֆինանսավ մի միլիարդերի ֆոնդ ֆինանսավորում է Հայկական պրակտիկայում էլ այդպես է լսել եք չէ Մանթաշովի մասին ով տարբեր տաղանդավոր երիտասարդների ուսման վարձն է հոգացել ուսման ծախսերն է հոգացել որ հայության միջից մտավորականություն ձևավորվի բարերարը Մանթաշովն է ժողովուրդ ջան պետականակերտ ազգ կերտող բարերարը Մանթաշովն էր որ կերտում էր կադրեր, որոնք հետագայում դարձան հայ մշակույթի, հայ, չգիտեմ, գիտության, հայոց վերնախավը դարձան։ Այդպես է լինում բարերարը։ Ասելիքս հետևյալն է։ Հիմնադիր, ուզում ենք հիմնադրենք այդ ինստիտուտները, ազատակարգ, մենք ազատությունը պատկերացնում ենք պաշտպանված, այսինքն պաշտպանված պիտի լինի ազատությունը պահանջում է միջոցներ դա սպասարկման համար, իրացնելու համար,
Ես ունեմ ազատություն թռչելու, բայց թևեր չունեմ, այդ ազատությունս դեկլարատիվ բնույթ է կերում։ Բայց որպեսզի ես թևեր ունենամ, ինձ պետք է արդեն համակարգ, որը օրինակ օդանավ է կառուցում կամ պլաներ է կառուցում։ Պետք են ինժեներներ, պետք են աշխատողներ, պետք են ընկերներ, համախոհներ, ազատությունը իրացվում է համակարգեր ստեղծելով, հիմնադրելով համակարգեր։ Այդ համակարգերից ամենամեծ համակարգը իր կայունությամբ եւ հարատեվությամբ պետությունն է։ Պետությունը դա մի համակարգ է, մեգա համակարգ է կամ մետա համակարգ է, որը ստեղծում է այլ համակարգեր, սպասարկում է այլ համակարգեր։ Մենք ազատությունը այդպես ենք տեսնում, դրա համար ազատակարգ կուսակցություն, ինչու կուսակցություն, որովհետև ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի, եթե ուզում ես ընտրություններին մասնակցել, պետքա լինես կուսակցության կազմում։ Եթե կուսակցություն չկա, դու իրավունք չունես մասնակցել ընտրություններին, միայն կուսակցական ուրեմն ցուցակներով։ Եվ քանի որ մեր գաղափարները եղած դաշտում հազար ներողություն անհամեստության համար, մեզ թվում է, որ առաջադեմ են, կարևոր են, հեսա կգանք այդ առաջադեմ կետին, էլի հուսամ հարցնեք, ասեք ինչ եք առաջարկում, շատ բան ենք առաջարկում, բայց քանի որ մենք կարծում ենք, որ այո, սա առնվազն կուսակցության մակարդակի քաղաքական միավոր պետք է լինի, մարտի 14-ին հիմնադիր համագումարն է, խնդրում եմ, եթե թույլ տաք հայտարարություն անեմ, հիմնադիր կետեմ կայքով, ժողովուրդ ջան, հիմնադիր կետեմ, մտեք, ծանոթացեք, միացեք, բաժանորդագրվեք, աջակցեք, այդ թվում ֆինանսապես, եթե պետք լինի դրա մասին էլ խոսանք, եւ ամսի 14-ին հիմնադիր համագումարը կազմակերպենք եւ սկսենք մեծ ու երկար քաղաքական մեր ճանապարհը, մեր տեսակի, մեր ոճի մարդկանց երկար ու մեծ քաղաքական ճանապարհը։ Առաջարկներին անդրադարձ եք հենց այս պահին, որովհետև հաջորդ հարցը, որը ես պատրաստվում եմ ձեզ ուղղել, չեմ կարող ուղղել մինչև այդ առաջարկների ծանոթ չլինելը։ Առաջարկները տարբեր են, առաջինը խորքային ներկայացնում ենք պետության հիմնադրույթները որպես պետականաշինության ուղեցույց։ Դա արդեն մեր կայքում կա, կարող եք տեսնել ծանոթանալ 65 էջանոց փաստաթուղթը։ Երկրորդը սահմանադրության նախագիծ, այսինքն պետության հիմնադրույթները սովորելուց հետո, հասկանալուց հետո, գալիս է այն ամբողջ պետական, քաղաքական եւ իրավական կարգին, որը ամփոփվում է սահմանադրության մեջ որպես բարձրագույն ինստիտուտ։ Սահմանադրության նախագիծը դեռ հրապարակված չի, բայց ամբողջ կառուցվածքը այդ բաժինը այլևս պատրաստ է, մարդու իրավունքների բաժնի վրա աշխատանքները արկախված են, այսպես ասած, բայց կշարունակենք կամ նախագիծ կամ նախագծի հիմնական սկզբունքները։ Սա երկրորդ մեր առաջարկը, որ անում ենք, եւ երրորդ մեր առաջարկը, որ անում ենք, դա մեծ ոլորտային եւ միջոլորտային ծրագրերն են, այսինքն առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, արտաքին հարաբերություններ եւ այլն, որոնք այստեղ ամենակարևորն է ունիկալությունը ի տարբերություն այլ կուսակցությունների եւ այլ քաղաքական ուժերի, որոնք ենթադրում են առաջիկա 5-10 տարիների ընթացքում անելիքների առաջարկ, նախ խնդիրների վերհանում, ձևակերպում եւ անելիքների առաջարկ արհեստական բանականության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջ բերվող փոփոխությունների ֆոնին։ Այսինքն, այն օրինակ, մի օրինակ բերեմ, ես մի քանի անգամ ասել եմ, ձեզ մոտ թույլ տվեք ասեմ։ Կա քաղաքական ուժ, որը առաջարկում է, որ բացելու է 300,000 աշխատատեղ, օրինակ։ Ինչ լավ քաղաքական առաջարկ։ Բոլոր վերլուծականները, բոլոր աշխարհի լուրջ վերլուծական կենտրոնները ասում են, որ այդ 300,000 աշխատատեղից, եթե այսօր դա լինի, վաղը չբացեն, այսօր լինի, 5-10 տարի հետո 100,000-ը դրանից արդեն չի լինելու, որպես մասնագիտություն։ Այսինքն, եթե դու բացում ես աշխատատեղ, այդ աշխատատեղը 5 տարի հետո գոյություն ունենալու է, պիտանի լինելու է։ Ավելին ասեմ, եթե դու ինչ-որ գործարան ես բացում, եթե խոստանում ես գործարան, ապա գործարաններում գրեթե ամեն ինչ ավտոմատացված է։ Եթե կենցաղում կյանքի ոլորտում ռոբոտացման տեմպերը դանդաղում են, ապա գործարանային արտադրությունը դա հիմնականում ռոբոտացա, դա կանվեյերներ են աշխատում։ Ցանկացած մեքենաշինական կամ այլ գործարան նայեք։ Մարդու
ֆիզիկական ուժի վրա հիմնված աշխատանքը այնքան արդյունավետ չի, որքան ռոբոտացված աշխատանքը։ Հիմա հարց. Եթե այսօր Հայաստանում գոյություն ունենա այդ գործարանը, որ 300,000 աշխատող ունի, ենթադրենք, կամ 10 գործարան, ամեն մեկը 30,000 աշխատողով։ Որտեղ է ծախելու այդ ապրանքը, միջազգային շուկայում որտեղ է իրացնելու, եթե քո կողքին կան մրցակիցներ, ովքեր ռոբոտացված այդ ամեն ինչը անում են, ավելի էժան ինքնարժեքով եւ ավելի արդյունավետ։ Այսինքն նման խոստում տալուց կամ լսելուց հետո, երբ որ դուք լսում եք, մենք գալիս ենք մեր առաջարկով, ասենք ժողովուրդ, տենդենս կա։ Աշխարհը գնում է միտեղ, որտեղից մենք երկու ճանապարհ ունենք, կամ գնում ենք աշխարհի հետ, կամ հետ ենք մնում։ Եթե մենք հետ ենք մնում, ապա տեղի է ունենում հետամնացություն։ Այդ բառը տենց է կոչվում, հետ մնալ, հետամնացություն։ Եթե մենք գնում ենք աշխարհի հետ այդ նույն տենդենսներով, մեզ սպառնում է տնտեսական եւ ոչ միայն տնտեսական ճգնաժամեր։ Ինչու՞, որտեղ թե վաղը դու կրթական համակարգը վերանայում ես, այն 5 կրթական ձևերով աշխատող կոնտինգենտը կամ պիտի վերապատրաստվի, ինչը դժվար է, կամ պիտի դառնա գործազուրկ։ Ուսանողները ընդունվելու են ինստիտուտ հենց հիմա։ Այս տարի Եկող տարի, մյուս տարի ուսանողը ընդունվելու է ինստիտուտ, 5 տարի հետո ինքը ավարտելու այդ մասնագիտությունը, որով ինքը ընդունվել է, գոյություն չունի աշխարհում։ Դուք պատկերացնում եք ինչ տեսակ մոդեռնիզացիայի միջով ենք մենք անցնելու, դա ինչ կարգի ճգնաժամ է բոլոր ոլորտների համար։ Հերթով ասեմ, ավտոմեքենաները արդեն իսկ մեծ տենդենս կա եւ կանխատեսում է, որ 5 տարի հետո, օրինակ Միացյալ Նահանգներում անցած ճանապարհի 90%-ը, որ տրանսպորտն անելու է, 90%-ը լինելու է առանց վարորդի արդեն, ինքնավար մեքենաներով։ Ավելին, հենց այսօր Միացյալ Նահանգներում ապահովագրական ընկերությունները հենց այսօր ավտոմեքենան եթե ինքնավար է առանց վարորդի, դա ավելի անվտանգ են գնահատում իրենց հաշվարկներում։ Եվ փոխհատուցումը հետևաբար ավելի լիարժեք է, քան եթե այնտեղ վարորդով է եղել։ Մտածում եմ, որ մարդկային գործոնը այնուամենայն որոշակի մեղավորություն ունի վթարի մեջ։ Տեխնոլոգիային, արհեստական բանականությանը ավելի շատ են վստահում ապահովագրական ընկերությունը, հա, իսկ դա լուրջ հաշվարկների վրա է հիմնված, քան թե իրական վարորդով։ Ուրեմն այս ոլորտը մենք ունենք վերափոխման անհրաժեշտություն լինելու է։ Մենք կամ մնում ենք հետամնաց կամ գնում ենք, չէ՞, բայց այդ առաջարկը արդեն իշխանությունն անում է, ասում է, որ արհեստական բանականության այդ տեխնոլոգիաները մեր օրոք գալիս են Հայաստան, կառուցվելու է ամենամեծ այդ գործարանը։ Ինչ են արտադրելու այդ գործարանը։ Չիպերը։ Լսեք, արհեստական բանականության բառը սիրով բոլորն օգտագործում են։ Այդ 6 տարեկան երեխային էլ հարցնես արհեստական բանականությունը մի բանի մեջ կխոսա։ Ես խոսում եմ համապարփակ ծրագրի մասին ու խնդիրների մասին, որ կարծում եմ մինչև այս պահը դուք որևիցե քաղաքական ուժից չեք լսել։ Տրանսպորտը մեկ, առողջապահությունը, ինչը նկարի հետ է կապված, 5 տարի հետո կարող է մոտ 80%-ով բեռնաթափվել։ Ռենտգեն, ԿՏ, MRT, մաշկաբանություն, աչքի հիվանդություններ, դիագնոստիկայի մասին է խոսքը, հիստոլոգիա, մանրէաբանական եւ հյուսվածաբանական, ինչը միկրոսկոպի հետ է կապված, հետազոտություններ, այս ամեն ինչը կտրուկ արտադրողականությունը աճելու է, մասնագետների կարիքը սահմանափակվի, ոչ թե վերանա, այլ սահմանափակվի։ Թերապևտիկ ամբողջ ոլորտը, պոլիկլինիկական ողջ համակարգը, բացի կարեկցանքի համար շփումից մարդը, մնացած ամբողջ ինտելեկտուալ աշխատանքը ընկնում է արհեստական բանականության վրա։ Հաշվապահությունը այսօր իսկ արդեն համակարգերը արհեստական բանականությամբ ավելի արդյունավետ ու արագ են անում, քան թե դա կանի մարդը։ Իրավաբանությունը, օրենքների իմացությունը, նույնիսկ մեր իրավակարգում օրենքները պոզիտիվիստական իրավակարգ, այսինքն օրենքները հիմնականում գրված են, իրավաբանները այդ օրենքներով աշխատում են։ Նույնիսկ այն համակարգերում անգլոսաքսոնական, որտեղ նախադեպային իրավունք է, այսինքն իրավաբանը անթիվ անհամար սիտուացիաներ պետքա ճանաչի, ծանոթանա։ Նույնիսկ այդ համակարգում արհեստական բանականությունը մեծ փոփոխություն է իրականացնում իրավաբանության մեջ։ Պատկերացրեք ինչ է լինելու մեր իրավական համակարգում, որը շատ ավելի տեքստային է եւ ավելի այսպես որոշակի է։
անգլոսաքսոնական նախադեպային իրավունքի մեջ որոշակի հարցեր կան, խնդիրներ կան։ Մեզ մոտ խիստ որոշակի է ամեն բան։ Սա այդ ոլորտները փոխելու։ Կրթական ոլորտը ասեցի, ռազմական ոլորտը գլխի վայր շուր է գալու, այսինքն այն ինչ մենք 20 թվականի Արցախյան պատերազմում դիտարկում էինք որպես Ադրբեջանի կողմից իրականացվող տեխնոլոգիական սպառազինություն, դա 5 տարի հետո լինելու է այսպես մի պուճուրիկ մասը այդ զարգացած տեխնոլոգիական սպառազինության եւ բանակի արտաքին հարաբերություններում ինչ ենք ունենում աշխարհը գնում է սրան եթե որևիցե մի լուրջ կենտրոն օրինակ Միացյալ Նահանգներ ճգնաժամ ունեցավ այս տեսանկյունից այդ ճգնաժամը տարածվելու է բոլորի վրա հաղորդումը սկսեցինք որ Նոյը տապանը կառուցում է միջև ջրհեղեղը Եվ մի ուրիշ օրինաչափություն էլ կա, որ գեներալները պատրաստվում են նախորդ պատերազմներին։ Մենք չենք ուզում լինել այն գեներալները քաղաքականության մեջ, ովքեր պատրաստվում են նախորդ ճգնաժամերին։ Ժողովուրդ ջան, գալիս է բոլորովին նոր մարտահրավեր, խնդիրներ եւ բոլորովին նոր ճգնաժամ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա պարոն Մանասյան, նախընտրական շրջանում տեղի է ունենում թոշակների բարձրացում։
ես ձեր ուղիղ եթերը լսեցի, դուք դա անվանում եք հանցագործություն։ Հանցագործություն ոչ թե թոշակների բարձրացումն է, կարևորը։ Այն մեխանիզմը, որը հանցագործություն է բյուջեում չֆիքսված ազգային ժողովի կողմից, պարլամենտի կողմից չհաստատված ծախսերը, անկախ նրանից դա ինչ ծախսեր է։ Դա կարող է շատ, որտեղ ես նախապես ասում եմ, անկախ նրանից դա մեր ձեռնտու է թե ոչ, առանձին վերցած քաղաքացուն, գործադիր իշխանությունը, եթե բյուջեում չնախատեսված ծախսեր է իր վրա վերցնում, դա օրենքի հետ խնդիր ունի։ Իսկ եթե այդ մասշտաբի ծախսեր է վերցնում, դա արդեն օրենքի կոնկրետ խախտում է։ Եվ ինչի հաշվին, սա կարևոր է ասել, սա արվում է պահուստային ֆոնդի հաշվին, որը մեր անվտանգության երաշխիքն է, այսինքն պահուստային ֆոնդը նրա համար է, որ վաղը երկրաշարժ, համաճարակ, ինչ-որ աղետներ, սրա ժամանակ պահուստային ֆոնդը սպասարկելու է երկրի դիմադրողականությունը, նոր էինք խոսում դրա մասին։ Հիմա ջրհեղեղ է սպասվում, նոյը որոշել է այդ փայտը, որ տապանը կառուցելու համար է, դրա մի մասը վառի տաքանա։ Տրնդեզ անեն, վառեն վրայից թռնեն։ Հասկանում եք։ Հասկանում եմ ձեր ասածը։ Կամ չգիտեմ, լուսավորվելու համար ուղղակի կողքը լուսա, մի հատ մոմ վառելու փոխարեն խարույկ են որոշել վառել։ Իմ ասելիքը սա է, որովհետև մանավանդ այս պոպուլիզմի մեռած մեր հանրության մեջ ես համոզված եմ, շատ մարդիկ կասեն ոնց թե դու չես ուզում, որ թոշակը բարձրանա։ Չէ, թոշակի բարձրացում բոլորն էլ ուզում են, այլ հարց է, խնդրահարույց է, թե ինչպես է այդ թոշակի ընտրակաշարք է, դա ընտրակաշարք է։ Ինչի ձեր կրավ, ցանկացած մեկը թող գնա, դա ընտրակաշարք չէ։ Որպես թույլ տվեք, դա ընտրակաշարք չի, ժողովուրդ ջան։ Չեցնեմ, բայց հիմա հարցը, ընտրակաշարքը բաժանված է, ընտրակաշարք բաժանողը չի պատժվելու, որովհետև ինքն է բաժանել, ինքն է այս պահին ղեկավարություն, իշխանություն եւ մեծ է հավանականությունը, որ այդ ընտրակաշարքը կծառայի իր նպատակին, այսինքն նա իշխող ուժով ընտրակաշարքը բաժանել է, կստանա հանրության որոշակի հատվածի վստահության քվեն։ Հիմա ստացվում է փաստացի անհավասար մրցակցային պայմաններ այլ քաղաքական ուժերի հետ համեմատած։ Ես դրա համար ուզում եմ, որպեսզի դուք ասեք որպես նոր ուժ քաղաքական դաշտում եւ այլ ուժերը, նորերի հատկապես, որոնք չունեն ֆինանսական մեծ ռեսուրսներ, մեդիա ռեսուրսներ, նրանց հնարավորությունը ինչպես գնահատել, ինչպես նրանք կարող են իրավիճակ փոխել այս անհավասար մրցակցային պայմաններում։ Փոքր ուժերը իրավիճակ կարող են փոխել միմիայն հանրության աջակցության շնորհիվ։ Այսինքն ես հաղորդում եմ մի 10,000, 20,000, 30,000 մարդ կտեսնի, չէ։ Այդ մարդիկ եթե վեր կենան, գնան ընտրատեղամաս, պտիչկա դնեն այն ուժի առաջ, որը նոր ուժ է, փոքր ռեսուրսներով ուժ է, բայց լուսավոր գաղափարներ է ներկայացնում։ Դու տեսնում ես, որ ապագան իրենն է, էլի։ Ապա իրավիճակը կփոխվի հենց 3 ամիս հետո։ Հենց 3 ամիս հետո։ Իսկ եթե մարդիկ իրենց վրա այդ պատասխանատվությունը չեն վերցնում, թերահավատ են, շարունակում են, գիտես ման, մեր մոտ պարզ, սկզբունքային, հստակ դիրքորոշումը համարվում է միամտություն, ռոմանտիկա, ուտոպիա, բջությունը, հազար ներողություն ես գրեիք բառի համար, բջությունը համարվում է շնորհք, տաղանդ։ Նա կարողացավ անել։ Եվ եթե ինչ-որ մեկը բջոտ չի, ուրեմն նա փիս մարդ է, քյալոյ է, անհասկացող է, միամիտ է, մեր ժողովրդի շրջանում էսի կա։ Հիմա, ժողովուրդ ջան, հայլու մեջ նայեք, գնացեք ձեր նմաններին ընտրեք։ Ինչ կստանաք, կստանաք, ինչ կստանաք, կստանաք։ Մեր պեսներին էլ ես ասում եմ, ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ դուք խոնավություն եք քաշել այդ բջոտներից։ Դուք այդ միջավայրի մեջ եք ապրում։ Վաղուց հիասթափվել եք։ Մեր պեսներին եմ ասում։ Խելքներ այդ գլուխները թավակեք։ Հիշեք ձեզ փուճուր ժամանակ ոնց են դաստիարակել։ Հիշեք ձեր ծնողները ձեզ ինչ են պատգամել։ Այդ ամեն ինչ ուտոպիա չէր։ Ես պիտի մի օրինակ բերեմ, 1000 ներողություն, ուրեմն ինձ լավ են դաստիարակել։ Հետո ես ուսանողական, ավելի շուտ բանակում, դե այնտեղ կիսագողական բարքեր էին։ Այնտեղ բարքեր էին, արժեքներ էին, որոնք
180 աստիճան հակասում էին իմ դաստիարակության ընտանեկան։ Եվ պատկերացրեք դուք ուտեղ ողջ մնալու խնդիր կա հարաբերություններում, հա, ողջ մնալու խնդիր կա։ Ես յուրացրեցի այդ բարքերը, ես ճար չունեի։ Կամ ունեի միգուցե լավ, ես յուրացրեցի, ես ընտրեցի այդ ճանապարհը։ Ես այդ կեղտոտ բարքերը ворթեգրեցի ու ապրեցի այդ կեղտով։ Այդ ապականությամբ, այդ պղծությամբ ես ապրել եմ։ Ու ապրել եմ նաև բանակից հետո, ուսանողական կյանքում։ Դա պիղծ հոգու, պիղծ մտքի, պիղծ մարդու արժե համակարգ էր։ Բայց ես ապրում էի դրանով։ Ես իմ համար եմ ասում, իմ ընկերները թող ամեն մեկ իր համար ասեն։ Հետո տարիների հետ կամած ու այդ ժամանակ ասպես իմ ծնողներն էս ոնց են դաստիարակի այ մարդ։ Ինձ ոնց են դասի, ինձ մի ձև են դաստիարակում, որ այդ դաստիարակությամբ հնարավոր չի ապրել այ մարդ։ Հնարավոր չի գոյատևել իրական կյանքում։ Ավելի ուշ կամած սկսա հասկանալ, որ չէ, ամենաճիշտը իրանք են դաստիարակել։ Ու փորձեցի արդեն դարձի գալ, այսպես ասած։ Կարծում եմ հիմա որոշ չափով, մի մեծ հաշվով հաջողվել է, բայց որոշակի հետքեր, սպիեր, որոշակի վերքեր մնացել են այդ կեղտոտ շրջանից։ Հիմա ժողովուրդ ջան, ես ձեզ հասկանում եմ։ Մի հատ հիշեք ձեզ ոնց են դաստիարակել։ Մեզ ոնց են դաստիարակել։ Այս տեղեկատվական տեխնոլոգիայի դարում, օրինակ մարդիկ շտաբեր են բացում։ Մենք շտաբ բացելու հնարավորություն չունենք։ Չունենք եւ վերջ։ Չունենք այդ ֆինանսը, այդ աջակցությունը։ Էդ էլ մի առանձին խոսակցություն է, այդ աջակցությունը, ֆինանսը շատ հետաքրքիր, հուսամ ինչ շուտ կանչեք, ինչեք սենց ուշուշ կանչում։ Հաջորդը անպայման ժողովրդից հետո ձեր հիմնադիր։ Հա, կանչեք այդ ժամանակ ֆինանսներից էլ կխոսանք։ Դա շատ կարևոր է։ Քաղաքականությունը ստեղծում է հանրային բարիք։ Հանրային բարիքը պահանջում է հանրային մասնակցություն։ Դա մասնավոր բան չի, էլի ցանկապատած տարածք չի, որ դու անում ես ու այդ բարիքը քեզ է մնում։ Քաղաքականության բերած բարիքը կիրթ, գրագետ, անձնվիրաբար իրականացված քաղաքականության բերած բարիքը բոլորին է օգուտ տալիս։ Հետևաբար բոլորը պետք է մասնակցություն ունենան, որպեսզի սպասարկեն, վճարեն, որպեսզի դա կյանքի կոչվի։ Եթե մարդիկ դա չեն վճարում, գալիս է մի օլիգարխ նա է վճարում։ Ինչ որ ֆոնդերից, ինչ որ աշխարհքաղաքական կենտրոններից, ինչ որ ճանապարհներով գալիս են փողեր, նրանք վճարում են։ Բայց եթե նրանք վճարում են, նրանք էլ պատվիրելու են, չէ՞։ Դու ասում ես, ինչի այ մարդ, ինչի է այս քաղաքականությունը, այսքան կեղտոտված։ Հիմա ասում, հաշվի համար ենք դրել։ Ինչքան կվճարեք, ինչքան կփոխանցեք։ Այդքանով էլ կլինի ձեզ ծառայող։ Չեք վճարի, չեք փոխանցի։ Ուրեմն կգան նրանք, ովքեր կվճարեն, այդտեղ էլ մենք կամ կմնանք այդ խաղի մեջ, կամ դուրս կթռնենք։ Հիմա խաղի մեջ ոնց եք տրամադրված մնալու, այդպիսի համագործակցություններին անդրադառնանք, կուսակցության հիմնադիր ներկայացուցիչները, ում հետ են պատկերացնում, քաղաքական ուժերի, թե ավելի շատ անհատների, ովքեր կիսում են ձեր գաղափարները, տեսլականը։ Ցանկացած մեկը, ով կամ նոր ուժա, կամ հազար ներողություն, բացահայտ այսպես բևեռացված ռուսա մետ կամ արևմտամետ չի, այսպես բևեռացված, էլի որ նայես ասում ես լավ էլի դու Հայաստանի համար ես մտածում, թե Ռուսաստանի կամ Արևմուտքի։ Հայաստանի համար ես մտածում, եթե այսպիսի ուժ կա եւ պատրաստ է պրայմերիզային տրամաբանությամբ ցուցակների որոշման, սա շատ կարևոր է, իրանք տենց չեմ վերցրել ու դրել։ Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Եթե այնպիսի ուժ կա, որ որոշում է, որ մենք պետքա միանանք որպես ռեսուրս իրանց պրիմիտիվ կիսա հայրենասիրական, կիսա աշխարհքաղաքական, կիսա, չգիտեմ, ինչական գաղափարների տակ ստորագրենք, այդպես չի լինելու։ Մենք առաջ ենք քաշում թեզեր, որոնք ասում հայ քաղաքական կյանքում առաջին անգամ են հնչում։ Իդեպ չհարցրեցիք, բա այդ հնարավոր ճգնաժամերին ու զարգացումներին ոնց ենք մենք պատասխանելու։ Լավ, այդ էլ թողենք մի ուրիշ անգամ, հա, թե այս մեր ծրագիրը մենք խնդիրները արձանագրում ենք 5-10 տարվա ընթացքում տեղի են ունենալու ահռելի փոփոխություններ, լինելու է թե որակական, թե քանակական
վերանայումների անհրաժեշտություն։ Ոնց ենք սրան պատրաստվում, սրա մասին կխոսեմ, սրան ոնց ենք դիմադրում, սրա մասին դեռ կխոսեմ եւ թերևս ժողովրդին համար այսպես պարզ ու հետաքրքիր լինի այս թեման, որտեղ համանդրական նախագիծը թեև շատ ավելի կարևոր թեմա է ըստ ինձ, բայց ժողովրդին ավելի հետաքրքիր է իր երեխեն այս տարի որ ընդունվեց ինստիտուտ, ավարտելուց հետո ինչ անելու։ Իսկ այն ավարտողները այս տարի որ ավարտում են, նրանք 5 տարի հետո ինչ են անելու։ Իսկ այսօրվա աշխատող բժիշկներ, հաշվապահներ, իրավաբաններ, վարորդներ եւ այլն, նրանք հետո գայում ինչ են անելու։ Այս բոլորին սա հետաքրքիր է։ Մշակույթի գործիչներ եւ այլն։ Այս բոլորին հետաքրքիր է, սրա մասին կխոսենք երևի թե մեկ ուրիշ անգամ։ Այս ներքաղաքական եւ նախընտրական մթնոլորտի թեման, եթե փորձենք ամփոփել, մեկ հարց, պարոն Մանասյան, ինչ է կարծում իշխող ուժը դաշտում կա որևէ այլ ուժ, որից իսկապես վտանգ է զգում, որ կարծի, որ իր աթոռը հնարավոր է սենց դողատատանվի։ Եթե վերադառնանք այդ Սրանով ուղղակի այս նախընտրական Եթե այդ գզվրտոցին վերադառնանք, այո, իշխող ուժը գիտի, որ հնարավոր է լինի Գյումրու սցենարի պես եւ անդիմադիր որոշակի շրջանակներ, հատկապես այսպես պրոռուսական, հարուսական շրջանակներ, այդ հույսն ունեն, որ Գյումրու տարբերակով փոքր խմբերով կանցնեն պարլամենտ, հետո միասնական վարչապետի տեխնացուով Նիկոլ Փաշինյանենց կհաղթեն այսպես ասած կամ գոնե մեծ գլխացավանք կդառնան Նիկոլ Փաշինյանի եւ նրան սատարող ուժերի համար ենթադրում եմ այս սրանից վախենում են այո եւ այդ պերաշկի ուտելու ակցիան հենց դրա մասին է դա վախի դրսեւորում է ես ձեզնից մեկն եմ ես ձեզանից եմ ասենք հիմա չեմ ուզում արամացնեմ բայց հասարակ մարդը այդպես չի խոսում հասարակ մարդու հետ Դուք որ նայեք ինչպես են զրուցում, հասարակ մարդը այդպես չի խոսում։ Նայեք հասարակ մարդը որ մտնում է խանութից առևտուր անի, այդպես է խոսում։ Բարև ձեզ, խախամ, ոնց եք, այտենց բան պիժոն հարցեր չի տալի։ Հասկանում եք։ Հասարակ մարդը իրոք հասարակ է լինում։ Թեկուզ կարա մի քիչ ավելի ակտիվ լինի, բայց այդպես չի լինում։ Լավ, իրանց վախը հիմնականում հուսամետ այդ ուժերից է փաստորեն։ Այո Այո, հենց իրենցից է, որտեղ մյուս ուժերի հետ իրենք կարծում են, որ այս կամ այն չափով լեզու կգտնեն։ Մյուս ուժերը դրանք դեպի արևմուտք։ Ասենք, այո, դրա դեպի արևմուտք։ Բա Հայաստանի շահերը սպասարկող կամ հայամետ ուժերից իրենք վախ չունեն։ Չէ, որովհետև հայությունը այդ լաֆետի տրամաբանությամբ է երկիրը պատկերացնում։ Մի լավ ցիգաչ քարշակ լինի, գա այդ լաֆետը կպցնի իր պոչին, տանի էսկո մենկոմ։ Հայությունը չի տեսնում սեփական պետություն, այդքան նախանձախնդիր չի սեփական պետության կերտման հարցում։ Եթե նախանձախնդիր լիներ 10 միլիոն հայ ունենք աշխարհում կամ 7 միլիոն, չգիտեմ, տարբեր թվեր են ասում, այդ 10 միլիոն հայով այս մի 3 միլիոնից երկիրը դարձրել էինք Բուրաստան, վաղուց, շատ վաղուց։ Բայց մենք մտածում ենք, էսի լավ է դա էլի։ Պարոն Մանասյան, մեր հարցազրույցն էլ ամփոփենք, բայց ամփոփենք Իրանով սկսեցինք, Իրանով էլ ամփոփենք։ Այնտեղ կատարվողը ինչ է կարծում, ինչ իրավիճակ ստեղծի տարածաշրջանում եւ մեզ համար։ Ես ոչ մի լուրջ վտանգ այնտեղ կատարվողի մասին չունեմ այդպիսի կարծիք, ես կարծում եմ, որ դա ամերիկյան միջամտությունն է իրանական ներքաղաքական կյանքին։ Բայց դա կբերի տարածաշրջանում իրադասավորումների եւ փոփոխությունների։ Եթե հաջողվի, այսինքն Իրանի ամբողջականությունը պահպանելով, լինի ռեժիմի փոփոխություն, իշխանափոխություն, ավելի առաջադեմ եւ ավելի պրագմատիկ ուժեր կան իշխանության, այդ պահպանողական ռադիկալիզմը դուրս գա, ապա կարծում եմ Իրանի համար էլ լավ կլինի, մեզ համար էլ լավ կլինի, եթե դա ստացվի։ Ամերիկան հիմա միջամտում է այն հույսով, որ ներսի ուժերը, ներսում իրենք կարողանան այս տրանսֆորմացիան ապահովել։ Իրանը մեծ պոտենցիալ ունի, թե բնակչության
կարողություններով, թե քաղաքական, թե մեծ պոտենցիալ ունի, բայց այդ մեծ պոտենցիալը Պոտենցիալ ունի ինչի պատերազմելու։ ոչ, պոտենցիալ ունի նորմալ երկիր դառնալու, հզոր երկիր, բաց ու հզոր երկիր դառնալու, առանց սանկցիաների հզոր երկիր, հասկանում եք։ Շատերն ասում են, դե ամերիկացիների աչքը ընդեղի նավթն է, բան, այսօր Իրանը կոպեկներով իր նավթը, իր գազը ծախում է ու ասենք այնպես չի որ խերի մեջ կորել է, էլի։ Եվ ինչքան խորն ես նայում, այնքան տեսնում ես, որ այստեղ հարցը Իրանի հզորության հարցը չի, որքան իշխանական մի խմբի, որը արդեն սերտաճել է այդ պաշտոնների հետ, մի խմբի պայքարն է մեկ այլ խմբի հետ։ Յոզեֆ Շումպետեր, ուրեմն ստեղծագործ կազմաքանդման գաղափարի այսպես հանրայնացնողն է, ստեղծագործ կազմաքանդումը ընկած է ցանկացած ինովացիայի եւ ցանկացած պրոգրեսի առաջընթացի հիմքում։ Եթե դու թույլ չես տալիս, որ ավելի լավը գա, ավելի լավ նորը գա եւ դուրս մղի պակաս լավ հնին, դու զարգացում չես ունենալու։ Իսկ եթե հարևաններդ այդ տենդենսը ապահովում են, այսինքն այլ մրցակիցներ, որոնք ունի Իրանը, նրանք իրենց ստեղծագործ կազմաքանդման տրամաբանությամբ Շումպետերյան այդ սկզբունքով շարունակում են զարգանալ, իսկ դու շարունակում ես արգելակել քեզ մոտ այդ 80 միլիոնանոց տաղանդը, որ կա, 80 միլիոն բնակիչ, մեծամասնությունը երիտասարդ, պատկերացնում եք դա ինչ է։ Նրանց կրթությունը ֆանտաստիկ կրթություն է, օրինակ, Իրանի կրթությունը։ Իրանում ավարտած մասնագետները Ամերիկայում սիրով են ընդունում հետագա կրթության շարունակման կամ աշխատանքի խիստ որակյալ էլի ինտելեկտուալ կադրեր է նա տալիս, բայց նրա քաղաքական այս կաղապարվածությունը թույլ չի տալիս, որ երկիրը դուրս գա այս վիճակից, իսկ ես կարծում եմ, որ հնարավոր է եւ տեսնենք, թե ինչպես դեպքերը կզարգանան, դա Իրանի ներքաղաքական հարցն է, մնացածը տեսնենք։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր ազատակարգ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։